հանցագործությունների Քիչն է, այո, բայց կա։ Կա, բայց դե համարյա 0 է մոտեցված այդ թիվը, այսինքն կա, այսինքն անհնար չէ, աշխարհում նման մի տեխնոլոգիա կա, որ կիրառում է եւ հանցագործությունները նվազում են։ Հիմա կարող է Ես մի հարմար առիթով Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների իրավակարգի տարբերությունները սիրով ձեզ կբացատրեմ։ Եկել քննչականի հետ կապված մենք շատ այն որ դիմում ենք ասում են դեպի մեկ քննչական, որովհետև մենք բռնել ենք տվել ենք քննչականի ձեռքը, քննչականը հետո նաև կատարանը բաց է թողել այդ պոտենցիալ հանցագործին, որը օրինակ անդիմադիր չի Facebook-ում ինչ-որ քննադատական բան չի գրել իշխանության մասին, եւ ինքը ազատության մեջ է, սպանության մեջ մեղադրվող, գողության մեջ մեղադրվող, դուք ստեղ միշտ գերատեսչական խնդիր չեք տեսնում, որ ձեր աշխատանքը այս դեպքում ջուրն է լցնում քննչական մարմինների դատարանի պատճառով, եթե համարենք, որ դուք իսկապես տանական աշխատանք Ես չեմ համարում, որ մեր աշխատանքը ջուրն է լցվում, որովհետև ազատությունից զրկման տարբեր ռեժիմներ կան, ձերբակալման ռեժիմներն էլ տարբեր տեսակներ ունեն, անպայման չի, որ ձերբակալման ռեժիմը շարունակվի ժամային առումով, անպայման չի, որ դա վերաճի կալանքի որպես խափանան միջոցի, այդպիսի դեպքեր են տարբեր մասնագիտական, որ խնդիր չեմ տեսնում, տարբեր իրավիճակներում խնդիրներ այո տեսնում ենք հատկապես, երբ որ գործ ունենք կրկնահանցագործի հետ եւ չի կիրառվում նաեւ որոշ դեպքերում մեր գոնե թե գնահատմամբ համապատասխան խափանան միջոցներ, բայց դրանք հարցեր են, որոնք որ անընդհատ քննարկում ենք, որպեսզի մեր տեսադաշտում նախ լինեն բոլոր խնդիրները եւ երկրորդ այդ խնդիրները լուծվեն։ Շարունակવાની դեպքը տեղի ունեցել հենց այդպիսի մարդկանց միջոցով, կարծեմ տարածան եւ ողջունել, նրանցից մեկը կամ երկուսը միջոցով ապա միջոցի մեջ է դեպքը։ Ես նախապես ասացի չվերածենք հարցով։ Ոչի կոնկրետ դեպք է վերաբերում։ Անցնենք մյուս հարցին կներեք։ Առաջին ալիք պատրաստվի Սիվիլնեթը։ Քրիստինե Թորոսյան, Հանրային հեռուստաընկերություն, Տիկին նախարար, դուք հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման ինստիտուտի համակարգողը, խնդրում մեկնաբանեք, ինչպես կմեկնաբանեք երեք հայտնի դարձավ, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը իր վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն է, ով մի քանի երկի քաղաքացիություն ունի, ինչպես կմեկնաբանեք սա, ու երկրորդ հարցը, դեռ նշեցիք, որ 24 թվականին շուրջ 80%, 25 թվականին շուրջ 80%-ով 25-ի համեմատ թմրանյութերի շրջանառությունից դուրս բերվել, 80%-ով ավելի, այս մասով սակայն հանրային նկատում փոքր այլ է, նրանց շրջանառությունը ավելի շատ է, ինչով է սա պայմանավորված ձեզ, ու նաև հարցի երկրորդ մասը, քաղաքում շրջելիս կարող են տարբեր հասանելի հատվածներում տեսնել տելեգրամյան ինչ-որ ալիքների անվանումներ, որոնց միջոցով կարող են օրինակ հենց անչափահասը թմրանյութ ձեռբերի, այս մասով ինչ է արվում խնդրի լուծման համար, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թորոսյան հարցերի համար։ Տեսեք, որպես Հանրապետությունում քաղաքացիության ոլորտի լիազոր մարմնի ղեկավար, ինձ համար շատ կարևոր է քաղաքացիության ինստիտուտը գաղափարախոսության մեջ։ Եվ ես կարծում եմ, որ տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում։ Եվ երբ որ մենք վերլուծում ենք քաղաքացիության ինստիտուտը, ես գոնե թե կառավարության նիստում, թե մեր ներկառավարական քննարկումներում անընդհատ արձանագրում եմ, որ մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է։ Եվ մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունք։ Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, մենք շարունակելու ենք պահպանել երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների եւ վարչապետի պաշտոնի դեպքում ես ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը վարչապետի թեկնածու եւ որի շահերի կենտրոնը կլինի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով, պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունը արհեստական երևույթ չի, դա զուտ անձնագիր չի, դա զուտ թուղթ չի։ Քաղաքացիություն ստանձնելով դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը,
նվիրվել տվյալ պետությանը եւ լինելով մի քանի երկրի քաղաքացի, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերի ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին։ Տվյալ դեպքում ձեր մատնանշած տեխնացուն։ Հայաստանի Հանրապետության դեպքում վարչապետ պիտի լինի միայն այն անձը եւ նաեւ վարչապետի տեխնացու, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ ես խոսում։ Իսկ ինչ վերաբերում է տարբեր իրավական մեկնաբանություններին տվյալ հարցի մասով եւ այլն, ես ուղղակի մտածում որ փաստորեն հնարավոր է ստեղծագործ նմանատիպ շարավորող միտք ունենալ նաեւ իրավաբանությունում, բայց կողորտորեն բոլորիս, որ իրատեսականության զգացողություն չկորցնենք։ Թմրաշրջանառության մասով ես նշեմ, որ հիմնականում մենք նկատում ենք, որ դեպքերի հետ կապված համացանցի միջոցով թմրամիջոցի անօրինական շրջանառության 460 դեպք ենք ունեցել։ Անցած տարի այս թիվը եղել է 321 ու այո, այս վերջերս համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերը մի փոքր ավելի մեզ անհանգստացնում են, որովհետև շարունակվում է նմանատիպ միջոցառումների իրականացումը, բայց մենք տարվա կտրվածքով բազմաթիվ տելեգրամյան ալիքներ ենք նաև ձեռնամուխ եղել եւ փակել։ Սրա արդյունքում 25 տելեգրամյան հարթակ ըստ էության 26 ինձ պարոն Սարգսյանը հուշում է, որ 26 տելեգրամյան ալիք ըստ էության մենք կարողացել ենք արգելափակել, բայց այստեղ նաև խնդիր ունենք նմանատիպ միջազգային պլատֆորմների հետ համագործակցության, որովհետև մեր խնդիրը ո՞րն է։ Մեր խնդիրը այն չի, որ փոքր չափականակի տարածմամբ զբաղվող անձանց որսանք, հա, ճակերտավոր այսպես ասեմ, եւ վարույթներով անցկացնենք։ Մեր խնդիրը հիմնական կազմակերպիչներին, ներմուծողներին, արտադրողներին իդենտիֆիկացնելն է եւ ավելի մեծ աշխատանք տանելն է այդ առումով։ Դրա համար ինչի ենք մենք կարևորում ներմուծման եւ արտադրության շղթան, որովհետեւ ոչ թե մենք պայմանականորեն 1000 դեպք ենք հետո փոքրականակ վարույթ անում, ուսումնասիրում, հասկանում ով օգտագործեց, ով իրացրեց եւ այլն, այլ մեծ խմբականակով մի քանի կիլոգրամանոց փաթեթներն ենք հիմնականում արգրավում եւ թույլ չենք տալիս հետագա մանր խմբականակների տարածումը։ Այս գաղափարաբանական փոփոխությունն է, որ մեզ թույլ է տալիս ավելի մեծ ջանք ներդնել ավելի բարդ խնդրի վրա, բայց դրանով լուծել շատ խնդիրներ, քան հետո ուղղակի գեներացնել ավելի շատ խնդիրներ եւ ամբողջ քրեական ոստիկանության ռեսուրսը